Ինչպես գիտեք, վաղ առավոտից Գագիկ Ծառուկյանին պատկանող տանը եւ ընկերություններում տեղի ունենում խոզարկություններ, քննչական կոմիտեն գործողություններ իրականացնում եւ խոսքը վերաբերում է մեր տեղեկությունների համաձայն խոշոր չափերով խարդախությանը, փողերի լվացմանը, հոդվածներով քրեական գործերին, Գագիկ Ծառուկյանի տանը նաեւ խոզարկությունների դեպքերով եւ ընկերություններից մի շարք գույքեր են արգրավել, նաեւ նրա այգում գտնվող կենդանիները եւս արգրավում են եւ այդ շրջանակներում քաղաքապետարանի մասնագետները այժմ գտնվում են Գագիկ Ծառուկյանի տանը, որից հետո կենդանիները տեղափոխվեն Երևանի կենդանաբանական այգի, այս պահին մասնագետները ներսում են եւ հոգում են, որպեսզի կենդանիները անվտանգ եւ պատշաճ կերպով տեղափոխվեն։ Երկու առյուծները եւ գայլը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։ Այսօր քննչական գործողություններ էին իրականացնում ուժային կառույցները եւ արգրավման ենթակա ուրեմն իրեղան ապացույցների շարքում կային նաեւ վայրի կենդանիներ, իրենց իպահ հանձնել են կենդանաբանական այգուն, որպեսզի այստեղ իրենց մասնագիտական խնամքը ապահովենք մենք։ Գիշատիչ կենդանիները, ինչպես եւ մնացած մեր բոլոր կենդանիները ունեն հաստատված ռացիոն որոշակի քանակությամբ, այսինքն ինչպես սնվում են մեր կենդանիները, նույնպես սնվելու են եւ այս կենդանիները, պահվելու են առայժմ կարանտինային տարածքներում, դա առողջական վիճակի հետ կապ չունի, դա ուղղակի ադապտացիոն շրջան է։ Նշենք, որ Ծառուկյանը 3 ձերբակալվել էր, իսկ այժմ քննվում է նրա խափանման միջոցի հարցը։ Դատախազությունը միջնորդել է որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։